Ամառվա ամենավառ, երաժշտական ու գունեղ պրեմիերան Գյումրու դրամատիկականի բեմին է երկարագույն Պեպին։ Իր գերագույն նպատակը այն է, որ մարդկանց մեջ երբեք չմարի երազանքի գաղափարը։ Ներկայացման բեմադրիչը Գյումրու դրամատիկական թատրոնի դերասանուհի Հասմիկ Սուվարյանն է, սա նրա առաջին ռեժիսորական աշխատանքն է, որտեղ կա սեր ու համարձակություն խիստ կանոններից դուրս։ Թատրոնի շնորհալի դերասանուհի Հասմիկ Սուվարյանի առաջին ռեժիսորական աշխատանքն է։ Մենք թատրոնով քննարկեցինք գեղարվեստական խորհուրդը եւ հասկացանք մի կարեւոր բան, որ արդեն մի քանի փորձ ուներ արված ինստիտուտում եւ վստահեցինք իրեն։ Այսօր մի տեսակ կարծես բոլորը սառն են էմոցիոնալ տեսանկյունով եւ մենք ուզում ենք, որ երեխան այո ինչ որտեղ նաեւ թատրոնում կենթանի հույզերի հետ բախվելով իր ներսում բացայտի մանկական աշխարհ է։ Բեմին գորշ ու ձանձրալի քաղաքի փոփոխությունն է երկարագույն Պեպի շնորհիվ։ Իսկական երջանկությունը Պեպիի մոտ է, ոչ իրենց, որովհետև իրենց կարգուկանոն իրենց խանգարում էր երջանիկ լինել։ Իսկ Պեպին առանց ոչ մի կանոնների իր երջանկությամբ կարողացավ վարակել քաղաքի բնակիչներին։ Ճամփորդությունների սիրահար Պեպին դեմ է ոչ թե կարգուկանոնին, այլ այն կանոնների մեխանիկական դարձած կիրառմանը, որտեղ կորել են երազանքներն ու հոգին։ Ես Ֆրեկեն Ռոզենբլյումի կերպարն եմ մարմնավորում, դպրոցի տնօրենն է, ով կաղապարված քառակուսի մեջ այդպիսի մի կին է, որ ամբողջ քաղաքն է դարձրել այդպիսին, արգելել է երազելը, արգելել է ուրախանալը, պարելը, երգել։ Պեպիի կերպարը մեր մոտ կարծես սիմվոլ լինի այն մարդու, ում դեռևս հասարակությունը չի հասցրել փչացնել։ Իր չի կարելիներով, իր սահմաններով, իր օրենքներով եւ նա հավատարիմ է մարդկային բնությանը։ Սա ներկայացում է մեծերի ու փոքրերի համար այն ուղերձով, որ պետք չէ մոռանալ հոգու թռիչքը։ Պեպին ունի մի շատ կարևոր բան, որ բարակում է բոլորին։ Դա ոչ միայն սերն է, այլ նաև այն հավատը վաղվա օրվա հանդեպ, որ գալու է, ու այդ վաղը պիտի լինի ավելի պայծառ ու ավելի գունավոր։ Սա տարվա ամենասպասված առաջնախաղերից մեկն է, հիշեցնենք, որ Գյումրու դրամատիկական թատրոնը պատրաստվում է իր 160-ամյա հոբելյանին եւ խոստանում է իսկական թատերական հրավառություն իր հավատարիմ հանդիսատեսի համար։ Աստղիկ Խաչատրյան, Հրաց Սահակյան, այսօր։